Adobe Photoshop-ի 24 թվականի տարբերակում ավելացվել է Adobe Firefly մարտկոցը, որը հնարավորություն է տալիս օգտագործել արհեստական ինտելեկտը նկարները ստեղծելու, մշակելու և փոփոխելու համար։ Այդ մարտկոցը կոչվում է Adobe Firefly և այն Adobe-ը ստեղծել է այս տարի, որը ունի մի շարք հնարավորություններ։ Նախ մենք կարող ենք տեքստից ստեղծել նկար, կարող ենք օգտագործել Generative Fill հատկությունը, որը թույլ է տալիս փոփոխել տվյալ նկարի վրա դետալները կամ ավելացնել, հեռացնել, կարող ենք ստեղծել տեքստեր մեր գրված տեքստից համապատասխան դիզայնով, ինչպես նաև օրինակ Illustrator-ում օգտագործենք գունավորում նույնպես այն տեքստից, որը մենք կգրենք։ Այստեղ Adobe Firefly Edge-ում նաև դուք կարող եք տեսնել այն հնարավորությունները, որոնք շուտով հասանելի կլինեն։ Եթե մենք բացենք Adobe Photoshop-ը, ապա այս Adobe Firefly մարտկոցը օգտագործելու համար մենք նախ պետք է անենք selection, որպեսզի օգտագործենք Generative Fill-ը։ Օրինակ, եթե մենք ընտրենք մեր աշխատանքային այս canvas-ը, ապա այս ներքևում դուք տեսնում եք, որ մենք ունենք Generative Fill հրամանը։ Եթե մենք սեղմենք Generative Fill հրամանի մեջ, ապա այստեղ մենք կարող ենք ավելացնել մինչև 100 լեզվով մեր տեքստը։ Օրինակ, եթե մենք անգլերեն այժմ ավելացնենք room in modern Armenian style with carpet on the wall, այսինքն սենյակ, որը դիզայն է արված հայկական մոդեռն ոճով և պատի վրա պետք է լինի հայկական գորգ, ապա մենք այստեղ սեղմելով generate հնարավորություն կունենանք օգտագործել Adobe Firefly-ը, որը մեզ կգեներացնի այդ նկարը։ Դուք տեսնում եք, որ այս տարբերակում արդեն property վահանակով երբ որ տալիս ենք հրամանը, այս ներքևում դուք ստանում եք 3 տարբերակ, որից կարող եք ընտրել որն եք հավանում։ Եթե դուք այն չեք հավանում, կարող եք այստեղ տալ նորից generate և Adobe Firefly-ը կգեներացնի ձեզ համար ևս մի քանի տարբերակ, որից դուք կարող եք ընտրել ձեր աշխատանքի համար։ Այս ամեն մի տարբերակը, որը ձեզ, ասենք, դուր չի գալի կամ չի համապատասխանում ձեր գրվածից, դուք կարող եք այստեղից վերացնել։ Օրինակ, այստեղ եթե մենք սեղմենք delete, ապա կվերանա այդ տարբերակը։ Վերևում այստեղ ունենք 3 կետ, որով դուք կարող եք զեկույց փոխանցել Adobe-ին համապատասխան այն նկարի, որը ստեղծվել է, այսինքն նա համապատասխանում է ձեր տեքստին, կօգտագործեք նրան թե ոչ, և այս դուք կարող եք ուղարկել Adobe-ին օգնելով, որպեսզի նա բարելավի այդ Generative Fill մարտկոցը։ Նաև այստեղ կա զեկուցագիր, որտեղից օրինակ այստեղ դուք կարող եք նշել այն բառերը, որը որ այս մարտկոցը հաշվել է ցենզուրայից դուրս և չի իրականացնել հրամանը։ Այժմ եթե մենք դիտենք այս բոլոր պատկերները և այստեղ շերտերում մենք կարող ենք տեսնել, որ ստեղծվել է այս նկարը և որի կողքը մենք տեսնում ենք mask, իսկ շերտի անունը համապատասխան իր մեջ ներառում է ձեր տեքստի բովանդակությունը։ Այստեղ նաև մենք ունենք Generative Layer-ի, այս layer-ի համար mask-ի հնարավորությունները, որով դուք օրինակ կարող եք նրան օգտագործել և համապատասխան կիրառեք այս նկարի վրա, այսինքն օգտագործեք mask-եր։ Այժմ եթե մենք օրինակ ստացել ենք այս նկարը, մենք կարող ենք նաև այս նկարի մեջից վերացնել որևէ պատկերներ կամ ավելացնել։ Եթե մենք օրինակ ուզում ենք վերացնել այս մի դետալը, մենք պետք է նրան ընտրենք և եթե մենք այստեղ տանք Generative Fill և չավելացնենք որևէ այլ հրաման, այլ ուղղակի սեղմենք Generate, ապա Adobe Firefly-ը համապատասխան մեր նկարին, մեր նկարի ոճին կվերացնի այս դետալը մեր նկարից։ Եվ դուք տեսնում եք, որ այստեղ նաև հայտնվեց մեկ այլ Generative Fill շերտ, որի վրա այժմ մենք կտեսնենք այն մասը, որը Generative Fill-ը ստեղծել է, և mask-ը։
որ օրինակ եթե մենք invert տանք, կարող ենք տեսնել։ Համապատասխան այստեղ կարող ենք փոփոխել մասկի հատկությունները։ Եթե մենք ուզում ենք ավելացնենք որևէ մի դետալ, մենք կարող ենք նշել այդ տիրույթը, անպայման չի որ քառակուսի, այլ նաև կարող ենք lasso tool-ով օրինակ վերցնենք եւ նշենք որևէ մի տիրույթ, տալով նրան ձև։ Եվ եթե մենք նորից սեղմենք այստեղ generative fill եւ եկեք հայերեն ավելացնենք օրինակ սեղան մրգերով եւ տանք generate, ապա մեր մոտ նորից կստեղծվի նոր share եւ Adobe Firefly-ը այն տիրույթի համապատասխան նրա ձևին, որ մենք արել ենք, կավելացնի այդ նոր դետալը մեր նկարի վրա։ Այստեղ մենք նորից կունենանք տարբերակներ եւ ինչպես դուք տեսնում եք, այստեղ նաեւ պահպանվել է ոճը, գորգի ձևը, որից դուք կարող եք ընտրել, նորից օգտագործել մասկը, որ ցանկանում եք, եւ ստանաք ձեր վերջնական նկարը։ Այս ձևով դուք կարող եք անել ցանկացած փոփոխություն ձեր նկարի վրա։ Այս նոր հնարավորությունը թույլ է տալիս արագորեն ստեղծել կոմպոզիցիաներ կախված ձեր խնդրից եւ անել փոփոխություններ համապատասխան նկարում։